Բարեսիրի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Ամեն իրավիճակ քո ձեռքերի մեջ եմ հանձնում, քո վերահսկողության մեջ, քո Սուրբ Հոգու կրակով որ գործես ու ամեն բան որ բարձրացած է քո կամքի դեմ, թող մոխրանա քո Սուրբ Հոգու կրակի մեջ։ Քո կրակի զորությունը, քո կրակի օծությունը թող արձակված լինի իրավիճակների վրա Հիսուսի զորավոր անունով։ Հայր, փառավորվիր Հայաստանի վրա ու հայ ժողովրդի վրա, ողջ Հայաստանը բերում եմ քո առաջ, ամեն բան Հայաստանում որ կատարվում է, քո վերահսկողության մեջ լինի, քո կամքի դեմ բարձրացած ամեն բան մոխրանա քո Սուրբ Հոգու կրակի մեջ Հիսուսի զորավոր անունով, ամեն բան որ քեզանից է հաստատվի քո ճշմարտությամբ, քո խոսքի զորությամբ այն հիմքի վրա, որը Հիսուսն է։ Հայր, փառավորվիր Հայաստանի վրա, ոնց խոսել ու ասել ես քո խոստմունքի համաձայն։ Ամեն։ Ամեն սիրելի հայ ժողովուրդ, ուզում եմ նորից անդրադառնալ այն ամենին, ինչ որ կատարվում է Հայաստանում, այս առաքելական եկեղեցու հետ կատարվող դեպքերի հետ, Արամի հետ, որ առանձնացավ, այսինքն կարգալուծարեցին այն ծառայությունը, որ ինքը սկսեց։ Այսօր հետաքրքիր մի բան Սուրբ Հոգին ինձ հիշեցրեց ու ցույց տվեց, որ դրա վրա պետք է ուշադրություն դարձնել ու այդ տեսանկյունից նաև պարզություն բերել ու հասկացնել ժողովրդին որոշակի բաներ։ Տեսեք, Արամին կարգալուծարեցին ու հանեցին տաճարի ծառայությունից։ Մի օրինակ եմ ուզում բերեմ։ Հիսուսը մի ժամանակ տաճարում սովորում էր։ Տաճարի ուսանող էր, սինագոգա էր գնում։ Հետո ինքը մի օր գնաց Հովհաննես Մկրտչի մոտ, Հովհաննեսը մկրտեց, Սուրբ Հոգին Հիսուսին տարավ անապատ, անապատում Հիսուսը 40 օր հաղթահարեց փորձությունները, Հոգու զորությամբ վերադարձավ, մտավ տաճար, որտեղ որ սովորում էր ու բացեց գիրքը Եսայի 61 ու սկսեց կարդալ, որ Տիրոջ Հոգին իր վրա է ու ինքը ուղարկված է բարի լուրը տանելու աղքատներին, հիվանդներին, կարիքավորներին, Տիրոջ ընդունելի օրը հռչակելու համար ու ասեց, որ այս մարգարեությունը այս պահին իրականացավ։ Հիսուսը ինքը խոսում էր մի բանի մասին, որը Աստծուց ստացել էր ու իրականացնում էր։ Հիսուսը ամբողջությամբ իրականացնում էր Աստծու կամքը, մարգարեությունները, որ գրված էին իր մասին էր։ Իր հետ սովորողները չգիտեին, իր ուսուցիչները չգիտեին ու Հիսուսին վերաբերվեցին որպես աղանդավոր մեկին, հերետիկոսի, որը իրան հռչակել է ինչ-որ մեկը, բայց իրանց մեջից սովորական մարդը, իրանց կողքը նստած սովորում էր դասերը, ոնց իրանք էին սովորում, ու իրան վերցնում են ու տաճարից հանում են դուրս ու ուզում են ժայռից նետեն ներքև, որպես մի մարդ, որ իր անձը բարձրացրել է, բայց Աստված իրան պաշտպանում է, որովհետև Աստված Հիսուսի հետ էր։ Հիսուսին, երբ որ մերժում է եկեղեցին, սինագոգան, այն ժամանակ եկեղեցի չէր, հուդայական այդ ծառայությունը, որը սինագոգայում տեղի էր ունենում Մովսեսի օրենքի համաձայն, երբ որ Հիսուսին տեղից հանում են, այսինքն հեռացնում են, ավելին ուզում են սպանեն, չեն կարող,
Այսինքն Հիսուսի առաջ փակում են տաճարի դռները, փակում են իր համար ծառայություն անցկացնելու հնարավորությունը փակում են։ Հիսուսը դրանից հետո մենք չենք տեսնում, որ զավթում է ինչ-որ մի տաճար ուժով, հռչակում է, որ ինքը պետք է անպայման այդ տաճարում լինի, որովհետև ինքը Աստծո որդին է, իր հանդեպ անարդար են վարվել, ու բոլորին չի համոզում, որ ինքը ճիշտ է, մնացածը սխալ։ Հիսուսը ուրիշ բան է անում, որովհետև իրականում ինքը, քանի որ Աստծո որդին էր, Աստծո կողմից ուղարկվածն էր, ու Աստված իր հետ էր, ինքը ընդհանրապես տաճարի համար չի անհանգստանում, որ իր ծառայությունները այնտեղ չի կարող անցկացնի։ Ինքը գնում է փողոց, ու քանի որ Տիրոջ հոգին իր վրա էր, Աստված իրան առաջնորդում է հենց իր ասած մարգարեությունը իրականացնելու, գնում է հիվանդների մոտ, գնում է տկարների մոտ, գնում է աղքատների մոտ, կարիքավորների մոտ, ու այն ինչ որ ինքը հռչակել էր Երեմիա 61 գլուխը կարդալով, սկսում է կատարել, սկսում է ցույց տալ, որ իր խոսքերը ուղղակի խոսքեր չեն, այլ ճշմարտություն, որի հետևում Աստված կանգնած է, որն էլ հենց ինքը իրականացնում է, ու ժողովուրդն է գալի Հիսուսի մոտ։ Հիսուսը չի փնտրում ժողովրդին հավաքելու ինչ-որ տարբերակներ, համոզելու տարբերակներ, չի գնում Հերովդեսին համոզելու, ասի քո թիկնապահներին տուր, ինչ-որ բաներ կազմակերպի ստեղ, պաշտպանությունս ապահովի, որպեսզի կարողանամ ժողովրդին ներգրավեմ, բազմություն հավաքենք, ցույց տանք, որ Աստված մեր հետ է, բազմության մեջ է։ Հիսուսը ընդհանրապես նման բաներ չի անում, քանի որ Աստծո հոգին Հիսուսի վրա է, Հիսուսը ուղղակի սկսում է անել այն, ինչը որ մարգարեության մեջ հռչակել էր, ու Աստված է մարդկանց բերում Հիսուսի մոտ։ Ավելին ասեմ, հերովդեսականներն էլ, փարիսեցիներն էլ, բոլորն են Հիսուսի դեմ դուրս գալի ու սկսում հալածել, բայց քանի որ Աստված Հիսուսի հետ էր, ինքը որևէ բանից կաշկանդված չէր Աստծո կամքը կատարելու համար ու մարդկանց կյանքերի վրա բերելու աստվածային գերբնական պատասխանները Տիրոջ զորությամբ։ Ինչի համար եմ այսքան շեշտադրումներ անում։ Ես ում ցույց տամ տարբերությունը այն մարդու, որին կարգալուծ են անում, որը շատ նման է, որ հանում են տաճարից, ինքը ոնց է իրան պահում, ու իրական Աստծո ծառային ու Աստծո որդուն, որը Հիսուսն էր, թե ինքը իրան խոնարհաբար ոնց է պահում։ Ինքը ընդհանրապես իրան չի բարձրացնում։ Հիսուսը մարդկանց ծառայելու համար էր եկել, մարդկանց փրկություն ճանապարհը ցույց տալու համար էր եկել, ու ինքը կարևոր չի դա տաճարում կանի, տան մեջ կանի, փողոցում կանի, որտեղ կանի, ինքը ցանկացած վայրում փրկության ավետարանն էր հասցնում մարդկանց։ Խոսք, որը վկայում էր հոր մասին, խոսք, որը ցույց էր տալի հոր սերը, ու ցույց էր տալի, թե ինչ ճանապարհ է պատրաստել իրանց համար հայրը այն ճահճի մեջից հանելու համար։ Գիտեք, այս ամեն ինչը ասում եմ, որպեսզի տեսնեք ու զանազանեք, ինչ մոտիվացիա հիմա կատարվում, ինչ խոսքեր է հիմա հռչակվում, ինչ ձգտումներ հիմա կա։ Այն ինչ որ անում է Արամը, ամբողջությամբ ցույց է տալի, որ մարդկային փառքն է, մարդկային ձգտումներն է, մարդկային եսն է, սեփական անձի բարձրացնելն է ու տաճարը զավթելն է նպատակը։ Հիսուսի դեպքում, որը Աստծո գառն էր, իր խոնարհության խորհրդանիշն է, Հիսուսը ամենահեզ ու խոնարհ անձնավորությունն էր, որ այս երկրի վրա երբևէ եղել է։ Ինքը իրականում ցույց է տալի Աստծո բնավորությունը, Աստծո ճանապարհները ու ցույց է տալի
ոնց է մարդկանց սրտերին Աստված հասնում հենց այդ խոնար սրտի պատճառով։ Աստված խոնարհներին բարձրացնում է, հպարտներին հակառակ է կենում։ Սա օրինակ եմ բերում, որպեսզի ևս մի անգամ տեսնեք ու զանազանեք, ինչ հոգի է գործում։ Սուրբ Հոգին մարդուն տանում է խոնարհության մեջ։ Անօրենության որդին, ապստամբության որդին մարդուն տանում է սեփական անձը բարձրացնելու ու մարդկանց կարծիքները փոխելու, ազդեցություն թողելու, տպավորություն թողելու, իր շուրջը ներգրավելու համար։ Աստծո Հոգին հետաքրքրված չի իշխանականներին, թիկնապահներին, այլ ուժային կենտրոններին ներգրավվելու, որպեսզի կարողանա Աստծո գործը կատարի։ Ճիշտ հակառակը, Աստծո Հոգով վարվողը ամբողջությամբ կախված է Աստծուց ու գիտի, որ շրջապատված է Աստծո հրեշտակներով ու Աստծո զորությունն է, որ իրան շրջապատում է, առաջնորդում է ու իրականացնում է Աստծո ծրագրերը այս երկրի վրա։ Ես օրհնում եմ Տիրոջ կամքի իրականացումը Հայաստանի վրա ու ամեն բան, ինչ որ բարձրացած է Աստծո կամքի հակառակ, որը փորձում է գողանալ մարդկանց սրտերը մոլորության մեջ տանելով, Հիսուսի զորությամբ, Հիսուսի անունով թող լինի խափանված։ Սուրբ Հոգու կրակն եմ կանչում ամեն դիվայի ներգործությունների վրա, որ փորձում են բարձրանալ մարդկանց սրտերը գողանալու համար։ Սուրբ Հոգու զորությունը թող իջնի ու դատապարտի ամեն անօրենություն, ամեն ապստամբություն ու ամեն հակառակություն Աստծո կամքի դեմ բարձրացած։ Ու այս իրավիճակը հայրիմ պտտիր այն ձև, որ հայ ժողովուրդը սկսի փնտրել ճշմարտությունը, որպեսզի սկսի լցվել քո կամքի գիտությամբ ու սա թող պատճառ դառնա զորավոր մեծ արթնության, որ հայ ժողովուրդը արթնանա խորը քնից ու իր սրտը դառնա դեպի քեզ։ Օրհնում եմ քեզ հայ ժողովուրդ, օրհնում եմ քեզ Հայաստան, որ փնտրես Հիսուս Քրիստոսի երեսը, ճանաչես Հիսուսին, հաստատվես այդ ճշմարտության մեջ, որ Հիսուսի ձեռքով քեզ տրված է, փրկությունը վերցնես հավատքով, որը ձրի նվեր որպես քեզ տրված է Հիսուսի արած զոհի միջոցով։ Թող Աստված իր հոգու զորությամբ ներխուժի քո կյանք ու բերի գերբնական աշխատանքը, պատասխանը իրավիճակներիդ մեջ, որ տեսնես Աստծո ձեռքը ու քո հավատքը էլ ավելի բարձրանա։ Հայր, փառավորվիր Հայաստանի վրա ու բոլոր եկեղեցիներում բեր քո կյանքը, թե առաքելական, թե ավետարանչական, թե բողոքական, թե կաթոլիկ, բոլոր եկեղեցիների վրա ես կանչում քո կյանքի հոգին, ճշմարտության հոգին, որպեսզի ամեն բան քո հոգու զորությամբ բարձրանա ճշմարտության մեջ, իսկ ամեն բան, ինչ որ քեզանից չէր, թող քանդվի, խափանվի ու ամեն սուտը քանդվի։ Զորավոր մեծ արթնություն քո ժողովրդի մեջ, քո Սուրբ Հոգու կրակը թող բորբոքվի ամեն մեկի սրտում ու ամեն մեկը տեսնի քո փառքը ու ձգտի քեզ ճանաչել ու քո հետ ապրել հավիտյան։ Օրհնում եմ քեզ հայ ժողովուրդ, օրհնում եմ քեզ Հայաստան, օրհնված լինի քո անունը Հիսուս ու փառավորված լինես ողջ Հայաստանի վրա, ողջ Մինի Արարատի ասքանազի թագավորության վրա, ողջ այս տարածքը հաստատված լինի քո ուսմունքի մեջ, քո խոսքի մեջ, քո ճշմարտության մեջ ու քո արքայությունը բարձրանա ամբողջ մեծ հայքի սահմաններով Հայաստանի մեջ, որն է Մինի Արարատի ասքանազի թագավորությունը, քո հոգու զորությամբ քո ձեռքով իրականացնես քո խոստմունքը, որը եւ ասել ես ու անում ես էլ։ Փառք ես ամենակարող Աստված, որ դու ես խոսքի հեղինակն ու կատարողը։
փառավորվիր Հայաստանի վրա ու թող ողջ աշխարհը տեսնի, որ դու ես Հայաստանի Տերը, դու ես Հայաստանին բարձրացնողը, ոչ թե Հայաստանն է իր սեփական ցանկությունների հետևից գնում։ Հայաստանի խոնարհությունը պատճառ թող լինի, որ դու բարձրացնես ու բոլորին ցույց տաս, որ դու Հայաստանի հետ ես ու Հայաստանի Տերն ես, ու քո անունը կանչված է Հայաստանի վրա։ Շնորհակալություն սիրելի Հայր, քո ընտրության համար, քո կոչումի համար, որ ունես մեր վրա, շնորհակալություն, որ դու ինքդ բարձրացնում ես քո խոստացած մինի Արարատի ասքանազի թագավորությունը, զորացնում ես, պատրաստում ես այն զորավոր մեծ պատերազմի մեջ, որի մեջ ինքդ առաջնորդելու ես մեզ ու ունենալու ենք միասին փառավոր հաղթանակ ամեն դիվային ազդեցությունների, սուտ աստվածների, պիղծ ոգիների, կուռքերի վրա։ Քո թագավորությունը հաստատված լինի ողջ աշխարհով մեկ Հիսուսի անունով։ Ամեն։